Դեկտեմբերի 4-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Խորհրդակցությունը նվիրված էր ճանապարհային ոստիկանության կողմից երթևեկության կանոնների վերահսկման տեխնիկական միջոցների ներդրման և կիրառման գործունեության արդյունավետության դիտարկման արդյունքներին։ Անդրադառնալով քննարկման խնդիրներին ու նպատակներին, Վլադիմիր Գասպարյանը նշեց. Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ միասին խոսելու ենք այն հարցերի շուրջ, որը անհանգստացնում է մեզ, որը անհանգստացնում է հասարակությանը։ Խոսելու ենք ավելի շատ տեղգտած թերությունների մասին, թերությունները վերացնելու ճշմարիտ ուղիների մասին։ Քննադատելու ենք մենք ինքներս մեզ, երկխոսության ընթացքում փորձելու ենք ել ավելի խորանալ այն երևույթների մեջ, որը անհանգստացնում է մեզ և մեր հասարակությանը։ Արդյունքում ակնկալում եմ, որ մենք ունենալու ենք և ուղիները դրանք վերացնելու և ավելի ավելանալու այն կամքը, որով մենք այսօր լեցված ենք վերափոխելու, ձևափոխելու, բարեփոխելու մեր համակարգը։ Արթուր Բաղդասարյանը կարևորեց ճանապարհային երթևեկությունը կատարելագործելու ուղղությամբ համատեղ աշխատանքի ու միասնական գործողությունների անհրաժեշտությունը։ Հանրապետության նախագահի հրամանագրով նախատեսված ընթացակարգերով մենք դիտարկումներ ենք իրականացնում նաև ոստիկանության համակարգում և սա առաջի փորձն է նման համատեղ քննարկում անցկացնելու և ես կարծում եմ, որ ճանապարհային ոստիկանության համակարգը հենց այն համակարգն է, որտեղ իսկապես կան և ձեռքբերումներ և խնդիրներ և այդ խնդիրների մասին պետք է բաց խոսենք, որտեղ մեր դիտարկումների նպատակը նաև այն է, որպեսզի կարողանանք վերացնել համատեղ ուժերով այն թերությունները, որ կան, մատնանշել կատարողական աշխատանքը, որովհետև իսկապես ոստիկանությունը այսօր վերափոխվում է, փոփոխությունները ակնհայտ են, արդյունքները նույնպես տեսանելի են, բայց նաև կա աշխատանք, որը մենք պետք է կատարենք։ Դիտարկումների արդյունքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի և ոստիկանության ներկայացուցիչները։ Անդրադարձներ եղան ոլորտի օրենսդրական կատարելագործման, տեղզնության և վարորդական իրավունքի տրամադրման կարգի բարեփոխման, երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ուղևորատար տրանսպորտի վարորդների վերահսկողության և մի շարք այլ հրատապ խնդիրների լուծման եղանակներին ու մեթոդներին։ Անդրադառնալով տուգանքների նվազեցման վերաբերյալ հարցադրմանը Վլադիմիր Գասպարյանը նշեց. Մեր նպատակը ոչ թե կայանում է նրանով, որ մենք շատ փող շովթենք, մենք կոմերցիոն կազմակերպություն չենք, մեր նպատակը դա չի բնավ։ Մեր նպատակը ընդհակառակը կայանում է նրանով, որ շատ բարձր դնենք տուգանքները, որ խուսափեն, հասկանան, որ գրպանին են խփում, պետք է գրպանին խփես, որ հասկանա։ Ես ոչ եմ ասում գնա խախտում արաբերից տասնապատիկ մուծիր, ես ասում խախտում մի արա, որովհետև տասնապատիկ ես մուծելու, զգուշացիր դրանից, և բնավ այստեղ նշանակություն չունի, բարձր աշխատավարձը թե ծածրը, եթե մենք իջացնում ենք, այն խախտողների ինչ-որ մի բան կա, զանգված կա, որ ավելանալու է, եթե մենք իջացնենք, որովհետև այն որ 10,000 էր մուծում, հիմա 2,000 պետք է մուծի կամ 3,000 պետք է մուծի, ես մի քիչ հարուստ եմ, ես թույլ եմ տալեմ 2 հատ լույսերի տակով անցնեմ, բայց եթե ես 10,000 դարձնեմ 100,000, ամեն անցնելուց կմտածի։ Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևորեց նաև վարորդական իրավունքների տրամադրման գործընթացի խստացման անհրաժեշտությունը, այդ թվում նախապատրաստական դասընթացների և քննությունները մարզերում ստեղծվելիք ավտոդրոմներում կազմակերպելու ճանապարհով։ Ինչ վերաբերում է հարակից գերատեսչությունների ու կառույցների հետ համագործակցությանը, ապա ոստիկանության պետը կարևորեց համատեղ աշխատանքը առողջապահության նախարարության ստորաբաժանումների հետ, ինչպես և ընդգծեց ապահովագրական կազմակերպությունների և ճանապարհային ոստիկանության փոխգործակցության ու փոխվստահության ապահովումը, երթևեկության լարվածությունը թուլացնելու և մասնավորապես մայրաքաղաքում անցանկալի խցանումներից զերծ մնալու համար։ Ամփոփելով խորհրդակցությունը, Վլադիմիր Գասպարյանը վերստին կարևորեց ճանապարհային ոստիկանության աշխատանքն ու ընդգծեց այդ աշխատանքի հանդեպ հանրային վերաբերմունքի բարեփոխման անհրաժեշտությունը։ Ամենադժվար ծառայությունը նայեք, վթարի են ենթարկվում, կիսամեռ վիճակում,
Ոչ մեկ չի գա ձեռը չի մեկնի, այն ճանապարհային ոստիկանությունը քննադատող, ոչ մի լրագրող, ոչ մի քաղաքացի չի գա ձեռը մեկնի այդ մեքենայի մեջից, այդ վիրավոր մարդուն հանի կամ օգնի, էլ այս տղաներն են անում։ Եվ էլի անշնորհակալ աշխատանք է։ Հենց խնդիրներ են ունենում իրենց անձի հետ կապված, իրենց կյանքի հետ կապված, գալիս են ոստիկանության դիմաց ասում, հենց ավարտվեց դա, նորից նույնն է, ինչու՞ն է բանը, դա մեր հասարակությունն այդպիսին է, հասարակությունը փոխելու, եթե մենք փոխվում ենք, ուրեմն մենք պետք է գտնենք եւ նոր մեթոդները հասարակությանը ներդաշնակացնելու, հա, մեր հետ միասին, որովհետեւ մենք եւ ոստիկան ենք եւ քաղաքացի։ Խորհրդակցության ավարտին ազգային անվտանգության քարտուղարն ու ոստիկանության պետը համատեղ հանձնարարություններ տվեցին աշխատանքային խմբերին։